Բարի սիրելի հետևորդներ ջան, եկել եմ մի բաժան կոֆե եմ ու մի քիչ հետո ճանապարհ պիտի դուրս գամ։ Արդեն տաքսու վարորդի հետ ժամ եմ պայմանավորվել, հիմա ասեմ, թե ուր եմ գնալու։ Երեկվային վլոգի մեջ արդեն ասել էի, որ իմ գազի կալոնկան վերջնականապես շունչը փչեց։ Էլ ոչ մի ձևի չի լինում։ 4 օր դրա վրա չարչարվեց այդ վարպետը, շատ էր ուզում, որ անպայման աշխատի, բայց ամեն դեպքում երևի իր ժամանակն էր, որ էլ չաշխատի, արդեն 7 տարի այդ կալոնկան եմ օգտագործում, եթե չեմ սխալվում, կամ էլ 8 տարի, մոտավոր, հա, ինչև է, հիմա նորը կգնեմ ու տեսնեմ, ինչ տեսակի եմ գնելու, չնայած մեր գյուղում մեր խանութներ կան այդ տիպի, որ կարող եմ տեղից գնել, հեշտ հանգիստ, առանց հեռու ճանապարհ գնալու, բայց Նեղոց գյուղում, մեր հարևան գյուղում ավելի մեծ խանութ կա, հատուկ այդպիսի վերանորոգումների համար, շինանյութերի համար, մի խոսքով, լայն տեսականի կա այդտեղ, տարիներ առաջ էլ, երբ որ տունս վերանորոգում էի, իմ այդ ամբողջ գնումները հենց այդ խանութից եմ գնել, մեծամասամբ, դրա համար ուզում եմ գնալ այդտեղ, տեսականին շատ բազմազան է, սիրելիներս, և նույնիսկ կարող եմ գների համար էլ խոսել, որ իմ ուզած գնով վերցնեմ, ինձ ճանաչում են, և հաստատ իր գնից մի քիչ քիչն են, որը բոլորիս էլ ձեռնտու է լինում նման դեպքերում։ Այդպես, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ըստ իմ սովորության համաձայն դրսից չեմ սկսել իմ վիդեոբլոգը, ապա ասեմ, որ արևային եղանակ կա, բայց հեռուներում ամպը գորգորում է ուժեղ, ու սև ամպերը կամաց քամին դեպի մեզ է քշում վերում։ Չեմ ուզենա, որ շուտ անձրև կա, չնայած սիրում եմ, որ անձրև ա գալի, արդեն գիտեք ինձ, բայց ուզում եմ մի քիչ այդ անձրևը համբերի, ոնց ասած ոտը դեմ տա, չգա, գնամ գործերս անեմ, կամ հետո իրիկվա կողմերին չքանոս ումա թող գա, համել խաղաղ գա, մի տեղելա չվնասի։ Դե այս շրջանում կարկուտներն էլ արդեն հավաքվում է այլ ամպերում եղանակի տաքուսարի հետ, բնության օրենքների հետ, կարկուտ գալու շրջանն է, դա աստված ոչ մի տեղ կարկուտը եթե գա էլ թեթև գա, վնաս չտա, քանի որ բնությունը իր տարերքները միևնույնն է, անում է։ Սիրելի հետևորդներ ջան, այդ Նեղոց գյուղը, որ ես պիտի գնամ, շատերդ արդեն իմ վիդեոներից տեսել եք, երբ որ ճանապարհ եմ դուրս եկել ու ցույց եմ տվել Աղթալայից այն կողմ Նեղոց գյուղն է, ժայռ քարափների ներքո, այդպես երկարությունով ձգված փոքր գյուղ է, ես չեմ ասի, որ գյուղ, ուղղակի գյուղ է կարելի ասել, բայց դե բոլորս էլ գյուղ ենք ասում։ Նման դեպքերում ռուս ժողովուրդը այդ փոքր գյուղերին ասում է դերևնյա, իսկ գյուղը արդեն սելո, օրինակ մեր գյուղը սելո է, ըստ ռուսի, այսինքն եթե մեծ է գյուղը, ուրեմն արդեն անվանումները փոխվում է, բայց մենք ամեն գյուղին էլ մեծ թե փոքր գյուղ ենք ասում, այն մի քիչ ավելի մեծ գյուղին ավան էինք ասում, իսկ հիմա էդ էլ է փոխվել, այդ հասկացությունն էլ է փոխվել, օրինակ Աղթալան տարիներ առաջ համարվում էր Աղթալա ավան, իսկ հիմա այդ հասկացությունն էլ է դուրս եկել գործածությունից և համընդհանուր ասվում է համայնք։ Գնալով մեր բառապաշարը, մեր խոսքերը ընդլայնվում են և ինչ որտեղ նաև հաճելի է հնչում, բայց օրինակ մենք երբ որ այդ տարիների մարդիկ ենք, մեր մեջ այդ բառերն է, որ տպավորվել է ու նստված կա տվել, այստեղ չեմ ուզում, որ իմ սուրճը թափվի, քանի որ նաև ջրի խնդիր ունեմ և այս պահին ջուրը կտրված է։ Տեսնենք, հաջողությունով ջուրն էլ կա, որ կարենամ եթե նաև կալոնկան գնեմ, ջուրը լինի, որ այդ վարպետը գա ու այդ գործերն էլ անի, առանց ջուր անհնար է տանը որևէ մի գործ անել։ Հազիվ հասցրեցի առավոտյան լվացվեցի, ցայվեցի, դե
Բոլորդ գիտեք, որ առավոտյան ժամերին շատ հաճելի է լինում, երբ որ մի հատ ցնցող ենք ընդունում տանից դուրս գալուց առաջ, որ հաճելի լինի առաջին հերթին մեր համար, հետո մեր կողքի մարդկանց համար։ Այստեղ իմ կոֆեն բարձրանում է։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն կոֆեն խմելուց հետո ուզում եմ, որ ելակով զբաղվել, արդեն ասել եմ, որ հենց այդ նպատակով եմ այդ ելակը գնել, սառնարանում է և որ ուզում եմ ժելետոր թխել ձեր հետ միասին, այստեղ արդեն իմ կոֆեն եղավ, լցնեմ և շարունակեմ զրույցս, այսպես, խշթշոցները անցնի, ինչ որտեղ սա էլ է հետաքրքրություն առաջանում, մեր կոֆեի լցնելու վրա էլ ենք զգուշանում, այսպես։ Հիմա տեսնեմ, եթե մի փոքր մի դույլ ջուր ունեմ հավաքած, այդպես մեծ բակով չունեմ էլի ջուր վերցրած, քանի որ ասենք դա տանիքում են տեղադրում, բայց ես չեմ տեղադրել ժամանակին, մտածել եմ, որ այսպես ջուրը կգա ու ինձ կհերիքի։ Երբեմն դույլով եմ վերցնում, երբեմն էլ 60 լիտրանոց, ասենք բոճկա ունեմ, դրա մեջ եմ ջուր վերցնում ու երբ որ մի քիչ երկարում է, արդեն այդ ջուրը օգտագործում եմ, ասենք հատակը լվալու եւ այլն կամ ծաղիկները ջրելու, հետո այդ ջուրն էլ եմ թարմեցնում։ Այդ ջուրը ասենք թե տանը կօգտագործեմ բան, բայց կալոնկայի համար պետք է անպայման ջուրը գա։ Հուսամ, որ մինչ այդ արդեն կգա ու գործս առաջ կգնա, առանց տաք ջուր նույնպես շատ անհնար է տանը։ Դե ճիշտ ասենք, երբեմն սառը ջրով էլ ենք մեր գործերն անում, ինչևէ։ Հիմա մինչև սուրճս կհովանա, այստեղ նաև պեչենի էի գնել, երեկ իմ սիրելի պեչենին է, շանթի և այստեղ խուրմայի չիր եմ գնել, տուփով երբեմն վիդեոներ ենք տեսնում, որ թե ինչ ձևով են տուփավորում, բայց ինչևէ հիմա ամեն սնունդն էլ չենք էլ իմանում, արդյոք այդ վիդեոները, որ նկարում են, թե ինչ ձևով են տուփավորում ու մեզ է հասնում, բայց ամեն դեպքում արդեն իսկ բացել եմ, ստուգել եմ, մաքուր է, կոկիկ է և կարելի է հենց այսպես, ոչ ենք դնելու լվալու ջիրը, ամեն դեպքում այսպես ենք օգտվում, գրեթե բոլորս էլ, դե համեմատած կիլոգրամով, որ դրված է լինում ավելի մեծ տուփերով, այն նրանք ընդհանրապես ես չեմ գնում, ինչքան էլ որ շատ եմ սիրում այս խուրմայի ջիրը։ Առաջվա տարիներին սրան պարտադիր, ասում էինք Բաղդադի խուրմա, երբեմն էլ համեմատություններ էինք անում, ասենք, ինչ-որ մի բանը, որ ուզում էինք համեմատել, ասում էինք, դե Բաղդադ էլ շատ խուրմա կա, մեզ ինչ, այ այդպիսի համեմատություն էինք անում այս խուրմայի վրա։ Հիմա չգիտեմ, արդյոք մեր այս նոր սերունդը նման համեմատություններ անում, ինչևէ, երբեմն այդպիսի բաներ ենք հիշում ամեն մի չնչին բանի հետ կապված։ Մի փոքր էլ խոսեմ խուրմայի ջրի օգտակար հատկություններից, սիրելիներս, շատ ուժեղ վիտամիններ է պարունակում, այո, ուժեղ եմ ասում, քանի որ առաջին հերթին սակավարմություն է կարգավորում, եթե նման խնդիր է ունենում մարդը, մեկ ամիս, երկու ամիս սիստեմատիկ եթե օգտագործի խուրմայի ջուր, կարող է իր արյունը վերականգնել։ Կարմիր բազուկից առավել է համարվում խուրմայի վիտամինները, B12-ը, որը հենց արյան ստեղծող վիտամինն է համարվում։ Հիմա ուզում եմ մեկ հատը այսպես բացել, նաև ասեմ, որ ինքը կպչող չէ, ձեռքերս մաքուր դուրս եկավ, տեսակ, որ տուփից հանեցի, հիմա ուզում եմ ցույց տալ այս իր ներսի սպիտակ թելիկները, ահա կորիզը նույնպես լավ դուրս եկավ, այ այս իր մեջի սպիտակ թելիկները նույնպես շատ կարևոր է մեր օրգանիզմի համար, դրա համար ընդհանրապես որպեսզի շատ երկար չխոսեմ իր օգտակար հատկություններից, միայն կարող եմ խորհուրդ տալ, որ ձեր սննդակարգում մտցնեք խուրմայի ջիր
հատկապես առավոտյան ժամերին, եւ եթե ինձ նման դուք էլ կոֆենդարն եք խմում եւ այդքան էլ շոկոլադների սիրահար չեք, ինչպես ես, եւ կարող եք ձեր քաղցրը հագեցնել խուրմայի ջրով։ Բնական քաղցրությունը ամենակարևորն է, չի գիրացնում եւ հագեցնում է։ Կարող է նույնիսկ փոխարինել նախաճաշին, եթե դժվարանում եք առավոտյան ժամերին նախաճաշել ինձ նման։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ խոսքս ուղղել այդ ջրի բակերին, հատկապես վերջերս լայն տարածում ա գտել, չէ, արևային այդ բակերը, որ տանիքներում տեղադրում են, արևից տաքանում է, ու այդ բակը, որ տեղադրում են տանիքներում, երբեմն խնդիրներ առաջանում, ասենք մարդկանցից լսում եմ, որ այդ ջուրը բացվում է, չգիտեմ ինչը ոնց է լինում, եւ այդ ջուրը տուն է լցվում ու ամբողջ այդ վերանորոգումը փչացնում է։ Միգուցե դա շատերի մոտ չի լինում, բայց շատերի մոտ էլ լինում այդ խնդիրը։ Հենց դրա համար էլ ես չեմ ուզացել իմ տանիքում այդպիսի բակ տեղադրել։ Իսկ ինչ վերաբերվում է այլ բակին, որը նաև տեղադրում են, ասենք, պատվալներում, նկուղներում եւ նասոսով քաշվում է, այ դրան արդեն կողմնակից եմ, բայց դեռևս այդ հարցով չեմ զբաղվել։ Առայժմ այդպիսի խիստ կարիք չի եղել, որ նաև դրան անդրադառնամ, բայց ընթացքում դա էլ կանեմ եւ այդպիսի մեկ ջրի բակ էլ կտեղադրեմ միայն ու միայն իմ պատվալում, ավելի ապահով, որ ոչ ջուրը կաթի, ոչ բացվի եւ շատ ապահով լինի։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, հույս ունեմ ջուրն էլ կտամ, քանի որ ջրից ենք խոսում, այդ իմ գործից ենք խոսում, որ պիտի գնամ կալոն կանգնեմ, բերեմ, դրա համար այսքան զրույցը ընթացավ։ Դեռևս 1 ժամ ժամանակ ունեմ եւ տաքսու վարորդի հետ, որ ժամ եմ պայմանավորվել, 1 ժամ դեռևս ունեմ։ Կհասցնեմ նաեւ ելակի ժելետոր թխելու համար նախապատրաստական գործերն անել եւ այդ ամենը միայն իմ սուրճը վայելելուց հետո, սիրելիներս, անցնեմ իմ սուրճը վայելելու, որպեսզի տեղավորվեմ այս 1 ժամվա մեջ եւ գիտեք, որ այդ գործընթացը երկար է տևում, ընդմիջումներ է պետք լինում, որպեսզի ժելեն պնդանա եւ հաջորդաբար այդպես տորթը հավաքենք։ Սիրելիներս, այդ մի ժամը մի րոպեի պես անցկացավ, արդեն դուրս ենք եկել, այս մեր գյուղի մյուս կողմի ճանապարհն է, երկու կողմանի կարողանում ենք թե գյուղ մտնել, թե գյուղից դուրս գալ, այն վերևում մեր սիրուն գուգուտ սարն է, մեր սիրուն բնությունը, ու այս մեր գյուղի այն մյուս ճանապարհն է, այստեղ արդեն հասանք Նեղուց գյուղի շինանյութի մեծ խանութը։ Այստեղ արդեն ներս եմ մտել, այնքան մարդ կար, բայց ես այստեղ մոտենում եմ գազի կալոնկաներին, որպեսզի իմ ընտրությունը կատարեմ։ Տեսնենք, որը կընտրեմ, ուզում եմ, որ ամենալավը ընտրեմ, որպեսզի երկար կարողանամ օգտագործել։ Ընդհանրապես սիրում եմ գնելիս գնել ամենալավը։ Արդեն գնումներս կատարել եմ, հետ ենք գալիս գյուղ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզեցի, որ ճանապարհները նաև ձեր հետ կիսել, ձեզ էլ ինձ հետ բերել, ինչպես որ սիրում եմ երբեմն անել, տեսեք, թե իսկապես ինչքան սիրուն է մեր կողմերը, սկսած ճանապարհի հարթ լինելուց, վերանորոգած լինելուց, շատ հրաշալի է լինում, երբ որ ճանապարհները վերանորոգված են լինում եւ մենք էլ մեզ լավ ենք զգում, շատ երկար տարիներ, որ անհարթ էր, քարքարուտ էր եւ դժվար էր լինում մեզ ճանապարհ գնալը, հենց ճանապարհ գնալիս էլ ավելի շատ էինք հոգնում, դրա համար հիմա ուզեցի, որ այսպես այս սիրունությունը նաև ձեզ ցույց տալ, արդեն այս աջ կողմի վրա, որ տեսնում եք այդ մեծ անտառները, մեր գյուղին է պատկանում, այդ մեր կողմերն է, երբ որ գնում ենք Նեղոց գյուղ, դա 10-15 րոպեի ճանապարհ է ընդամենը, ահա, իսկ այն վերևի էլի աջ կողմի քարափը, էլի մեր գյուղի կողմերն է, այդ քարափի այն կողմ արդեն մեր գյուղն է։
Այստեղ արդեն հասանք մեր գաղի տակը և այստեղ թեքվում ենք դեպի աջ։ Ճամփաբաժանը երկուսն է, մեկը ներքևով է բարձրանում, իսկ ցախ կողմից էլի բարձրանում ենք մեր գյուղ։ Վերևում խաչն է տեղադրված, մեծ քարի գլխի խաչն է։ Սա էլ մեր գյուղը հեռվից ու այս կողմից։ Ասեմ, որ ճանապարհից նաև վարպետին պետք է վերցնենք մեր հետ, որպեսզի անմիջապես այդ գործը արագացնենք, սիրելի հետևորդներ ջան, եւ արդեն կմիանամ տնից։ Ուրեմն, մինչև ես կհասցնեի կոֆե, մոֆե, վարպետը արդեն հանել է կալոնկան ու ամրացրել է։ Այս պահին ինքը տանը չի, դրա համար հանգիստ կարողանում եմ խոսել ու ներկայացնել։ Մի քիչ էլ իրեն ասեցի, վայ, բա պիտի նկարեի ու այդ պահերը անց եմ կացրել, ոչինչ, այնտեղ ամրացրած ցույց կտամ, ասեմ, որ տուրբո ֆիրման եմ առել, սիրելի հետևորդներ ջան, ռուսականն է, ահա Միսկ, երևում է, այս ֆիրմային շատ են հավանում, այս խորհուրդ տվեցին հենց խանութում, որ ասեցի շատ մարդիկ կան նաև, բոլորը իրենց տան վերանորոգման համար, այդտեղ գները հարմար է, այդտեղից են գնում, ահա, մնացել է խողովակը ամրացնենք, որը նաև իր կոմպլեկտի հետ լինում է, ահա, եւ շատ սիրուն եւ շատ հարմար։ Ուրեմն, սիրելիներս, ասեմ, թե հիմա ինչու չի վարպետը տանը, քանի որ իրեն իր աշխատավայրից բերեցինք, մեր տուն որպեսզի ամրացնի, եւ մի հատ գործիք կար, որ հետը չէր վերցրել, մտածել էր երևի, որ իմ կալոնկայի նախորդ այդ խողովակի տեղով սա կգնա, բայց քանի որ չափերը չհամապատասխանեց, հիմա գնացել է այդ գործիքը բերի, որ արդեն վերջնական սա էլ ամրացնի, հիմա քանի դեռ այստեղ եմ, որոշ գնումներ եմ կատարել, այստեղ ցույց տամ, սա սանհանգույցի համար է, սիրելի հետևորդներ ջան, որը բոլորիս մոտ էլ երևի այդ պահերը խնդիրներ առաջանում եւ հարկ է լինում, որ շուտ-շուտ փոխենք, բայց այստեղ նաև շատ ուրախ եմ, քանի որ իմ սղոցի համար վերջնականապես այս ակումուլյատորը ճարեցի այդտեղից, սա իր հետ է եղել 48 վոլտ, սրան էլ եմ լավ աշխատացրել, հետո արդեն գիտեք իմ նախորդ վլոգներում ցույց եմ տվել, խոսել եմ, տխրել եմ, անհանգստացել եմ, ու չէի ճարում, այդտեղ պատահաբար ուղղակի հենց այնպես հարցրեցի եւ կար, թեպետև այստեղ 24 վոլտ է, բայց դա ոչինչ չի նշանակում եւ ինքը արդեն աշխատում է, ահա միացնեմ, բայց միացնելու ձևերն էլ եմ մոռացել, քանի որ վաղուց չեմ օգտագործել, այստեղ պիտի սեղմենք, ահա Արդեն սա էլ կարող եմ օգտագործել, սիրելի հետևորդներ ջան, եթե կան մարդիկ իմ հետևորդներից, որ այսպիսի սղոց եք օգտագործում, ապա Նեղոց գյուղի այդ շինանյութի շինարարական խանութում, չգիտեմ ինչպես ասել այդ խանութի անունը, մի խոսքով, Նեղոց գյուղ եւ արդեն այդտեղ պարզ ճանապարհայեզրին այդ խանութն է։ Ահա, կարող եք մոտենալ եւ այսպիսի առանձին վերցնել, հանել ու ձևն էլ եմ մոռացել, ահա, այն բանը, որ երկար չենք օգտագործում, երևի բոլորիս մոտ էլ այդ ձևա լավ, սա չեմ հանում, մի խոսքով կարևորը, որ գտել եմ, եւ արդեն իմ սղոցը կարող եմ իմ այգում ձեռքիս աշխատեցնել, մի հատ էլ հավեսի համար միացնեմ, ահա, ասեմ, որ ձեռքին շատ հարմար է, թեթև է, բայց այս ակումուլյատորը IS1-ի ծանր է, որն էլ խոսում է իր որակի մասին։ Հույս ունենամ երկար կարող եմ օգտագործել, վճարել եմ 3500 դրամ եւ շատ հարմար գիներ դա, ահա։ Այստեղ նաև տան համար ավել եմ գնել իր սավոկի հետ, ահա, սիրելիներս, ընդհանրապես սովորությունա չէ, որ նոր տարուն են տան ավելը փոխում, բայց չի խանգարում, որ տարվա մեջ էլ մեր տան համար ավելը փոխենք, նաև ասեմ, որ գինն էր շատ հարմար, 1900 դրամ, որը երբ որ սրանք նոր էին դուրս եկել, 3.5 մինչև 4 գին էր, ինչև է,
Այս գործն էլ արեցի, հիմա գնանք այդպես պատից արդեն ամրացրած կալոնկան ցույց տամ։ Այս էլ իմ նոր գնաց կալոնկան է, սիրելիներս, որն արդեն ամրացրել է պատին։ Ասեմ, որ այստեղ էլ շատ չարչարվեց, քանի որ նաև սառը եւ տաք ջրի խողովակները չէր համապատասխանում, քանի որ դրանք սիստեմաները դե տարբեր են լինում։ Այստեղ հատուկ գործիքով կտրել է եւ աչու ձախով տեղափոխել է տաք ու սառը։ Ասեմ, որ լավ էլ գործ է բացվել իմ համար ու ամբողջ հատակը ջուր է, պիտի դա էլ մաքրեմ, հասցնեմ։ Ահա, իսկ այստեղ արդեն ցույց տամ առաստաղի այդ բացված տեղը, որը նախկին կալոնկայի տեղն էր։ Ահա, տեսեք, որ չի համապատասխանում։ Հիմա սպասում եմ, որ կգա ու արդեն դա էլ այնտեղ ուրիշ անցքը կբացի, այդ մեկը կփակի։ Մի խոսքով ոնց երևում է այսօր շատ գործ կա դեռևս անելու, մինչևն էլ այդ ամենը կկատարվի, նաև պետք է գործի գնամ, արդեն չգիտեմ, տեսնեմ ոնց եմ տեղավորվելու, երևի ելակի տորճել են, երեկոյան կպատրաստեմ ավելի հանգիստ, որպեսզի մյուս վլոգում ներկայացնեմ և ամեն բան իրար չխառնեմ, ահա, շատ ուրախ եմ, շատ իմ սրտով է, վճարել եմ 48,000 դրամ այս կալոնկային և 3,000 դրամ էլ գնիչեցում արեց, շատ գոհ եմ, շատ իմ սրտով է, այսպես, նաև ասեմ, որ չգիտեմ, գիտեք թե ոչ, նաև առանց էլեմենտի, այսինքն միանում է էլեկտրական ձևով է միանում, որը ավելի ապահով է լինում և հուսամ, որ օգտագործելու ընթացքում լույսերը չեն տանի ու շվարած չեմ մնա, միայն այդ պահն է, թե չէ էլեկտրական միանալով ավելի ապահով է, ինքը ընդհանուր իր սիստեմը շատ գովելի սիստեմ է։ Հիմա արդեն ինձ մնում է սպասել, որպեսզի շարունակություն տանք։ Այս ինձ ամբողջեղ գոռում է, սիրելի հետևորդներ ջան, տանը ոչ մի գործ չկարացի անեմ դե։ Հիմա դուրս եմ եկել, որ գնամ իմ աշխատանքի, բայց չգիտեմ, այսօր կարող եմ շարունակություն տալ իմ վլոգին։ Ամեն դեպքում ես իմ զոնտիկը վերցրել եմ ու պատրաստվում եմ տնից դուրս գալ։ Ես արդեն դուրս եմ եկել, ճանապարհին եմ, սիրելի հետևորդներ ջան, անձրևը գնալով վարարումը։ Ու ամպնել անընդմեջ գորգոռում է, կայծակներ է խփում։ Ես քայլերս արագացնեմ, այս ենք ճամփեքով վարար ջրեր է հոսում արդեն առվակների պես։ Ահա, փոքերն էլ են արդեն կրակում, մենակ թե կարկուկ չկա։